Ուզում ենք պարզապես վերականգնել արդարությունը, մենք արդարությունից բացի ուրիշ ոչինչ չենք պահանջում, պահանջում ենք, որ արդար դատ տանեն և կողմնակալություն չանեն, մենք խնդրում ենք, որ մինչև առ այսօր կարելի ասել դատական մարմինների կողմից ոչինչ չի արվել իրականում, դատը տարվում է միակողմանի դատ են անում, այսինքն հակառակ կողմից լինելով 20 հոգուց ավել անձնավորություն դեպքի վայրում, ընդամենը մեկ կալանավոր ունենք, այսինքն ես չեմ հասկանում ոնց կարող էր 20 հոգու մեջ ոչ մեկը մեղավորություն չունենար, չկանչվեր, պատասխանատվության չենթարկվեր, իսկ մյուս կողմից 5 հոգուց ավել տարուց ավել կալանավորվել են և անմեղ առանց ոչ մի մեղադրանքի։ Ձեր եղբայրը ևս կալանավորվել է։ Մեր եղբայրը մահացել է։ Լյուս դրան կալանավորվել է եղբայրս, եղբորս որդին, մահացող եղբորս որդին, մյուս եղբորս որդին և նաև մեկ ընկեր։ Հաշվի չառնելով, որ փաստեր չունեն կալանավորված անձանց դեմ, մինչև առ այսօր գտնվում են երկու որդիները, եղբորս որդիները գտնվում են կալանավայրում և ոչ մի պարզաբանում չկա, ոչ մի պարզաբանում չեն տալիս, առանց հիմնավոր պատճառի գտնվում են կալանավայրում։ Դրա համար մենք փորձում ենք վերականգնել արդարությունը, պահանջում ենք նորից նոր դատ սկսեն, կանգնեցնեն դատավարությունը և նորից ամեն ինչ սկսեն զրոյից և արդար ձևով։ Մեր պահանջը դա է, ուրիշ պահանջ մենք չունենք ղեկավարություն մարմիններից։ Գլխավոր դատախազի նաև ամիսներ առաջ դիմել էիք, ինչ են պատասխանել ձեզ, նամակով դիմել էիք։ Ճիշտ ասած, նամակի պատասխանը ես չեմ կարող ասել։ Դատախազությունը ասել պատասխանի ձեր նամակին նորից քննություն կսկսվի, բայց մեր քննիչը ոչ կանչեց, երրորդ շաբաթն ոչ մի էլ ուրիշ արձագանք չենք ունեցել։ Արտաշատում են ձեզ պատասխանել։ Արտաշատի այո, այստեղից ուղարկեցին Արտաշատի դատախազությունը նամակ ուղարկեց, որ քննիչը կկանչի նորից հարցաքննության, երրորդ շաբաթն մենք ոչ մի լուր չունենք մեր քննիչից, ոչ մեկին չի կանչել նորից հարցաքննության։ Այսինքն քննչական մարմինների կողմից ոչինչ չի արվում։ Մի կողմից միակողմանի դատախազի Աննա Վարդապետյանից հատուկ ընդունում, որովհետև որ ասում եմ մենք այլևս ոչ մեկին չենք վստահում, որովհետև երբ որ հանձնարարում են Արտաշատի քննչականը, որ պետք է նորից քննություն տանի, ասում է արդեն ավտոբուսը ուշած, պոեզը ուշացել է։ Երկու շաբաթից ավել ամուսինս Արթուր Խաչատրյանը հանդիսանում է իրավահաջող Արտակ Մաթեոսյանի, սպասում է որ պետք է կանչեն, այդպես էլ առանց արձագանքի։ ով է ասել գնացքը գնացել է։ Քննիչը։ Այս նույն քննիչը, որ պահանջում են կալանավորել, որովհետև միակողմանի քննությունը ի սկզբանե Էդվարդ Գաբրելյանը ի սկզբանե տարել է անարդար քննություն, միակողմանի քննություն, որովհետև նրան պետք չէր, որ շատ մարդ խոսային, որովհետև ունենք ներքին լսումներ, ներքին դիտումներ, որ այնտեղ ամեն ինչ պարզ է, դրա համար պահանջում ենք, ուզում ենք, խնդրում ենք Աննա Վարդապետյանին հատուկ ընդունի իր մոտ, որպեսզի մենք իր հետ ավելի մանրամասը բացատրենք, թե ինչ է կատարվել։